Գյումրիի Շիրակ օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո այսօր ընդունեց ու ճանապարհեց ռուսական Պոբեդա բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի Մոսկվա-Չվերթի ուղևորներին։ Այսուհետ Պոբեդան շաբաթական 3 անգամ չվերթներ կիրականացնի։ Առաջին չվերթով Գյումրի էր եկել նաև Պոբեդա ընկերության տնօրեն Անդրեյ Կոլմակովը։ Այս ավիաընկերության մուտքը հայկական շուկա առաջացրել էր տեղական Արմենիա ավիաընկերության դժգոհությունը գնային քաղաքականության առումով։ Արմենիայի ղեկավարները դժգոհել են, որ դաշտում անարդար մրցակցություն կա, որի նպատակը տեղական փոխադրողին խաղից դուրս թողնելն է։ Պոբեդան 999 ռուսական ռուբլով կամ 7500 դրամ արժողությամբ տոմսեր է վաճառել։ Անդրեյ Կոլմակովից հետաքրքրվեցինք, թե արդյոք հետագայում ավիատոմսերի գները չեն բարձրանա։ Գները կլինեն տարբեր, ցածր, միջին եւ բարձր։ Եթե նախապես եք գնում, ապա միշտ ցածր արժեքով ձեռք կբերեք։ Եթե վերջին պահին, վերջին տեղերը, ապա բնականաբար ավելի բարձր գին կունենա։ Այսօր արդեն մենք վաճառել ենք ավելի քան 10,000 տոմս 999 ռուբլով այս երթուղով եւ ավելացնելու ենք, քանի որ տեսնում ենք մեծ պահանջարկ կա։ Այն պահից, երբ Պոբեդան հայտարարեց, թե ինչ գնով է թռիչքներ իրականացնելու, որոշ փորձագետներ ֆարս որակեցին այն, որ 999 ռուբլով հնարավոր է մշտապես տոմսեր ձեռք բերել։ Անդրեյ Կոլմակովը հակադարձում է։ Մտեք մեր կայք եւ կտեսնեք, որ այդպիսի գներ կան։ Այդ գները կան, դրանք փաստ են։ Ուղևորներին արդյոք հաջողվել է ամենաէժան գնով տոմս ձեռք բերել։ 7500 դրամ։ Կարողացել եք գնել այդ գնով։ Այո, տղաս Մոսկվայից է գնել։ Մենք զարմացանք, Մոսկվա իմացանք, զարմացանք, որ Գյումրի Մոսկվա գնկովը դաժե ինքնաթիռ կա։ Մենք չենք, չէ, ժողովուրդ տեղյակ չեն։ 41000 դրամ։ Կինս եք են։ Թանկ չէ 41000։ Դե թանկ է ինչ ենք։ Գնայի քաղաքականությունը բագաժի մոմենտ երագի ձերքից կվերցնեն։ Թանկ է։ Այո։ Իսկ տոմսիկինը։ Տոմսիկինը 2700 ռուբլի։ Զվարթնոց օդանավակայանի փոխտնօրեն Անդրանիկ Շխյանն ասում է, Գյումրիի օդանավակայանի վերագործարկումը կարող է տարածաշրջանային նշանակություն ունենալ։ Հիմա այլ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում Գյումրիի օդանավակայան չվերթներ իրականացնելու համար։ Այլ հետաքրքրվողներ կան Գյումրիի օդանավակայանի։ Իհարկե, մենք համատեղ ավիացիա հետ հիմա մի քանի ուղղության վրա աշխատում ենք, նաև եվրոպական, եւ կարծում եմ, որ չեմ ուզենա առաջ ընկնել, բայց կարծեմ շուտով մենք նորություններ կունենանք ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ասիական կողմից։ Գաղափարը Գյումրիի օդանավակայանի որպես ալտերնատիվ օդանավակայան զարգացնելն է։ Այսինքն ունենալ ինչ-որ այլընտրանք, նորից եմ ասում, ոչ միայն Գյումրիի կամ շրջանի բանակցության համար, այլ նաև օրինակի համար սահմանամերձ մեծ Վրաստանի հետ սահմանի մենք բավականին մեծ շրջաններ ունենք, որտեղ կա բնակչություն, որը ցանկանում է մեկնել, բայց ստիպվածական Երևանից ինչ-որ չվերթ իրականացնի կամ Թիֆլիսից։ Այսինքն գաղափարը միայն Գյումրին չէ։ Իդեպ այսօր հանրապետական նշանակության Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու դժվար անցանելիության պատճառով Վանաձորցի 6 ուղևոր չհասցրեց թռիչքին։ Դժվարությամբ Գյումրի հասած ուղևորներին հնարավորություն չտրվեց օդանավ բարձրանալ։ Ճանապարհը փագա երեկվանից Գնացել ենք հացի կով ենք եկել, փող ենք տվել, որ ճամփեն բացենք, գանք հասնենք 5 րոպե ուշացել ենք ասպատակացել։ Զվարթնոց օդանավակայանը վերջերս տվյալներ էր հրապարակել Շիրակ օդանավակայանում իրականացրած ուղևորափոխադրումների մասին։ Պարզվեց այն ամիսներին, երբ օդանավակայանից թռիչքներ չեն իրականացվել, ուղևորների հոսք է գրանցվել։ Զվարթնոցի փոխտնօրենից հետաքրքրվեցինք, թե դա ինչպես է հնարավոր։ Հավանաբար չարտերային չվերթներ են եղել։ Չարտերային, այսինքն ոչ կանոնավոր չվերթներ, ինչ-որ ուղևորներ են տեղափոխել, չեմ կարող հստակ ասել, բայց մենք ունենք ստե զինվորական բազան ռուսական, որի զինծառայողներին այդ ժամկետային 6 ամիսը մեկ տեղափոխում են, հավանաբար հենց դա եք տեսել։ Իդեպ, նշենք Պոբեդա ավիաընկերության Boeing 737 օդանավը մինչ օդ բարձրանալը ռուսական եկեղեցու քահանայի կողմից օրհնվեց։ Благодатью Пресвятаго Духа